Բարև ձեզ, մենք գտնվում ենք Գործարարլիքի ռադիո տաղավարում, այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմաներից, ներկայացնեմ ինձ, ես Մանուշ Նեմիեսյան, այս հաղորդման վարողը, մասնագիտության փաստաբան եմ, հանդիսանում եմ Evolve ընկերության փակbaşնետիրական ընկերության հիմնադիր տնօրենը, մեր ընկերությունը մատուցում է փաստաբանական, հաշվապահական, իրավաբանական ծառայություններ, քանի որ օրենքի եւ իրավական դաշտի հետ ուղղակի եւ անուղղակի շփում ունեմ, այսօր իմ հյուրն է Վահրամ Ամիրաքյան, Վահրամը հանդիսանում է Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահը, ավելի մանրամասն իր մասին կպատմի եւ իր ակումբի մասին Վահրամը կպատմի, Վահրամ ջան, բարի գալուստ մեր տաղավար, խնդրում եմ ներկայացրեք ձեզ, ձեր ակումբը ինչով եք զբաղվում, ինչն է ակումբի հիմնական նպատակը։ Ակումբի հիմնական նպատակը միավորել հայկական տնտեսական ռեսուրսը աշխարհում մենք այսպայն 20 մասնաճյուղ արդեն ունենք 20 քաղաքներում, որից 4-ն է Հայաստանում, մնացած Հայաստանից դուրս, տարբեր տեղեր Չինաստանից սկսած մինչև Միացյալ Նահանգներ ու 750 մոտ գործարար ունենք մեր մոտ միավորված գաղափարն է դա որ միավորել տնտեսական ռեսուրսը իշա միմյանց եւ իշա մեր հայրենիքի որտեղ մենք առելի մեծ տնտեսական ռեսուրս ունենք, որը պատրաստ է օգտակար լինել էթնիկական սկզբունքով, բայց ուղղակի իրար չեն ճանաչում, չկա միջավայր համապատասխան եւ այլն, ու այդ համապատասխան այդ իրար օգտակար չեն լինում։ Մենք ուղղակի զուտն են անում, որ սկսած իրար մարդկանց իրար հետ սանոթացնում ենք տարբեր խողովակների միջոցառումների միջոցով իրար ճպվում են եւ այլն, արդեն պրոյեկտները միմյանց միջև սկսում են ու տնտեսական ռեսուրս հայկական ավելի արդյունավետ եւ արագ զարգանում։ Այսինքն ակումբը հիմնականում ծանոթացնում է եւ այդ network այս ցանցն է ստեղծում, հա, ասվածը գործարարների միջև տարբեր երկրներում, թե Հայաստանում, ճիշտ եմ հասկանում, թե կարճ։ Տեսեք, իրականում մի քանի ֆունկցիա ունենք, եթե աշխարհում մեկ ասենք տարբեր երկրներում, հա, network, կրթություն եւ ժամանց, այդ երեք հիմնական ֆունկցիան ենք անում տարբեր երկրներում ու նաեւ կախված տվյալ երկրի առանձնահատկությունից Հայաստանում դրան ավելանում է նաև պետության հետ որոշակի հարաբերությունները, փոխհարաբերությունները պետության հետ, օրենսդրական նախագծերի պատրաստում, այդ առաջարկների ներկայացում, քննարկումներ պետական մարմինների հետ, չգիտեմ, տարբեր օրենսդրական թեմաներով եւ այլն, այդ մասն էլ է մտնում մեր մոտ ու տենց ինտենսիվ ենք բավական շատ այդ ոլորտում աշխատում եւ հարկային տարբեր հարցերով եւ օրենսդրական դաշտով տնտեսական հանձնաժողովի հետ կապված եւ այլն։ Մի քիչ կպատմեք ձեր դիրքը եւ ձեր դերը ակումբում։ Ես ակումբի գաղափարի հեղինակն եմ, իմ գաղափարները ընկերներով սկսեցինք, ընկերներս միացան որպես համահիմնադիր, բայց ոնց որ նախկինում ունեի ակումբ, չոր մարտեցինք մի այլ ֆորմատով էր աշխատում, հետո որոշեցի այնտեղ ոնց որ ավելի խոշոր գործարներով այլ ակումբ հիմնադրել, այլ ֆորմատով հիմնադրել։ Այն ժամանակ մենք առաջինն էինք Հայաստանում այդ բիզնես ակումբ այդ ֆորմատի մեջ։ Հիմա բավական շատացել են ակումբները, բայց հա, հետո դենց երևի ասել գաղափարի հեղինակ ու նաև միջև հիմա օպերացիոն ղեկավար բիզնես ակումբի։ Շատ լավ, Վահրամ ջան, այդ ձեր գործարարներն ովքեր որ ձեր ակումբում են, հիմնականում պետք է խոսենք Հայաստանի մասին, որտեղ խոսել ենք Հայաստանի օրենսդրական այսպես դաշտից, ինչ իրավական օրենսդրական խնդիրների են բախվում։ Ձեզ պատմում են դրա մասին, ներկայացնում են հիմնական օրինակ իրենց խնդիրների մասին, հենց իրավական խնդիրների, իրավական դաշտի հետ կապված։ Տեսեք, ինչն է հիմնական խնդիրները, որ պարբերաբար օրենքներ են ընդունվում առանց հաշվի առնելու դրանց իմպլեմենտացիան եւ իրականությունում։ Օրինակ պրիմիտիվ բան է QR-ների հետ կապված օրենքը, չէ, որ QR օրենքը դուրս եկե, ենթադրենք մեծածախ մեկը բերում է ապրանքը հանձնում է սուպերմարկետին, 10 հարկղ ջուր պետք է հանձնել, չէ, պետք է ջրերը հաներ, հանուն մեկը չտեսներ, առանձին հանձներ, հիմա փոխել են ընդհանուր QR-ով են սարքել, բայց ամեն դեպքում դա աբսուրդ բան էր, որը որ մի տարի բիզնեսմենների կյանքը բարդացնում է։ Ճիշտ է, հետո շատ աբսուրդ բաներ փոխում են, քիչ աբսուրդ բաները պահում են մինչև վերջ, կամ երբեմն շատ աբսուրդ բաները պահում մինչև վերջ, բայց ամեն դեպքում մի տարի բարդացնում են կյանքը։ Չէր կարելի նախապես հասկանալ ոնց կարելի անել, միջավայր երկար մտածել։ Հիմա օրինակ այս վերջերս այդ մասը նաև գրեցի, օրինակ որ e-invoicing-ի կայքը չի գործում ժամանակ առ ժամանակ։ Չէ, մարդը բան է, ես դեպքեր դիտեմ, որ մարդիկ հաճախորդ են կորցրել։ Հյուրանոց եկել է, պետք է invoice գրեն, չեն կարողանում գրեն, հաճախորդ թողը գնացել է։ Արդեն չեն կարած ընդունել այդ հաճախորդին։ Հիմա կամ, չգիտեմ, բանը, եթե
առաքում են անում, գից փաստաթղթեր պետք է լինի, չէ՞, առաջին հետ, բայց հա, ուղեկցող փաստաթղթեր պետք է լինի, բայց չի գործում e-invoicing համակարգը, չեն կարող ուղեկցող փաստաթղթերը գցեն, բայց դուրս էլ եկար հարկայինը բռնում, անկած մեզ տուգանքներ է տալիս։ Չի ասում, որ մեր համակարգ չէր գործում։ Մենք ենք մեղավոր, որ մարդ փաստաթուղթ չունի։ Երբեք այդ հաշվի չեն առնում։ Կամ բանա, չէ՞, բաների աչքների ժամանակն է, հաշվետվությունների ժամանակ։ Չի աշխատում, այդ մարդիկ մնում գիշեր են աշխատում, կամ շաբաթօրն են գալիս աշխատում, որ հաշվետվությունները հանձնեն։ Կամ ուշացնում են հաշվետվությունը, բայց երբ որ ուշացնում են, հարկային էլի չի հետաքրքրում, որ բանա, այս մեր ծրագրի պատճառով է խնդիրը, որ ուշացրել են։ Հետիք մի օր ավելի ուշ ընդունենք ժամկետ երկարացնենք հաշվետվությունների ծրագրի։ Այդպես բազմաթիվ բաներ կան, ես թարմ օրինակ բերեցի, որին անդրադարձել եմ, օրենսդրական տեսանկյունից խնդիրները բազմաթիվ են։ Հիմա ամենամեծ կարծում եմ այս պայդրությամբ ամենամեծ բիզնեսի խնդիրն է հարկայինի ահաբեկչական գործունեությունը։ Վարչարարությունը։ Հա, ահաբեկչական վարչարարությունը, այսպես ասած։ Չոր վարչարարություն, իսկ ահաբեկչական եմ ասում, որտեղ իրական ահաբեկչություն են անում։ Ասենք, այս վերջերս մեկի մոտ ասենք մոր տուն էին գնացել, իրա տուն էին գնացել, այդ քնչականի միջոցով, այդ ահաբեկչություն է կոչվում, բառացում իմաստով մարդիկ ահաբեկում են մարդկանց, վախեցնում են, որ թող ահաբշտապ բան անես, կամ այդպիսի դեպքին է կնոջն էին ձերբակալել, որտեղ ընկերության տնօրեն էր, կնոջն էին ձերբակալել, այդ պահին ամուսին ընկերության հիմնադիրի երկրում չի եղել, կնոջ ձերբակալել են, կարծում չեմ 80 միլիոն դրամ բանի համար, ենթադրյալ հարկի թաքցնելու համար, ենթադրյալ, որտեղ հետագայում այդ թվերը միշտ փոխվում են, կամ գրեթե միշտ։ Ուրեմն, հա, կնոջ ձերբակալել են, տալել են բանտ։ Բնական է, այդ մարդը արագ վերադարձավ Հայաստան, ճարեց ինչ-որ մի ձև այդ գումարը, տարավ վճարեց, չէ՞։ Ու որ կնոջ ազդի հետ ահաբեկչություն է կոչվում։ Դրա համար մեր հարկայինը ահաբեկչական կառույցի է վերածվել սպայդրությամբ ու ահաբեկչություն անում է տնտեսության դեմ հենց։ Ու այդ տնտեսության կորուստները ահռելի են, որը որոշ չափով չափելի են, որոշ չափով չէ։ Ես օրինակ գիտեմ, որ մարդը պլանավորում է ներդրումները սառեցրել է հարկայինի ահաբեկչության արդյունքում։ Ասենք ես գիտեմ օրինակներ, որ մարդը արտաքինից գալիս էր Հայաստան, որ ներդրում աներ, հետաքրքրվել տեսել ինչա կատարում, փոխանցել է Հայաստանում ներդրում անեի։ Ու այդպիսի օրինակները շատ են, որը որ հաճախ չափելի չի, բայց այդ մենք արտաքին ներդրում չունենք երկրում։ Այս վերջի 2 տարին արտաքին ներդրում չունենք։ Մենակ ներքին ներդրողներն են աշխատում, ներքին ներդրողները սենց ահաբեկում են անդադ։ Ու այս ազդեցությունը հսկայական է տնտեսության վրա, բացական տեսանկյունից, որը անում է ՊԵԿ-ը։ Այսինքն կարող ենք ասել, որ ամենաշատը մեր գործարարները առնչվում են պետական որպես պետական կառույց ՊԵԿ-ի հետ եւ այդ ՊԵԿ-ի հետ առնչության ժամանակ, հարաբերությունների ժամանակ հանդիպում են ոչ թե գործընկերական մոտեցման պետության կողմից, որտեղ պետությունը վերջո պետք է դերն ու կարևոր դերն ունենա տնտեսության զարգացման բիզնեսի պատավատների փոխում ենք տալիս։ Այո, եւ այս կտորում, այսինքն բիզնեսը մնում է անպաշտպան եւ ավելի ձեր ասած բառերով ահաբեկչական, որի հետ ես կարող եմ եւ որպես իրավաբան փաստաբան այդ ոլորտում աշխատող վարդ կարող եմ հաստատել Եվ նաև ավելացնեմ ինչն է խնդիրը, օրինակ պարբերաբար է ձերած նույն QR օրենքը ընդունում են, սկզբից տուգանքի չափը սահմանում են ՀԴՄ կտրոնի հավասարեցված տուգանքի չափ դիսուկ 200,000 դրամ, հետո նորից սեպտեմբերի 1-ով փոխում են, ասում են չէ, լավ, ավելի մեղմ։ Մի քանի օգուտ ուղանում են արդեն, հա։ Ավելի մեղմ տուգանք ենք սահմանում, որովհետև այսպես ասած հասկացել ենք, որ դա այդքան էլ համաչափ տուգանք չի եւ այլն։ Ձեր գործարարները ինչ են ցանկանում, որպեսզի ակումբը անի իրենց փոխարեն կամ իրենց համար այս ոլորտում, օրինակ, տեսեք դուք քանի որ բազմաթիվ խնդիրներից տեղ եք անում եք, ինչ են ակնկալում գործարարները, որ ակումբը ինչպես աշխատի պետության հետ այս հարթակում, այս կտորում։ Տեսեք, դե առաջին օրենսդրական առաջարկների հարցն է, որը պարբերաբար անում ենք, ներկայացնում ենք, հիմա էլ օրինակ մի փաթեթ ունենք, որ արել ենք, տարին մի 4-5 օրենսդրական առաջարկ կամ փոխում ենք, կամ կասեցնում ենք եւ այլն։ Անցյալ տարի օրինակ մեր հիմնական բանը, որ բավական երկար պայքարեցինք ու երբ թե ես հիմնականը բարձրաձայն որ խոսում եմ այդ թեմայով, այն օրենքներ, որ նախկին ՊԵԿ նախագահը առաջարկում էր, որ 10 միլիոնից ավելի դեպքում քրեական են բացում, հա, չէ, եթե դու վճարում ես, քրեականը փակում են։ 5 առաջարկներ վճարես, մեկը քրեական չփակեին, հա։ Դες մեր հաշվարկով մի 5 տարուց Հայաստանում գործարար չէր մնա, բոլորը նստած կլեին բանտերում, բանը, դες абսուրդ թյուրիմացություն էր, բայց մեկը էլի ոնց որ բրթում էին առաջ, մենք ես եւ մասնավորապես մեր ակումբը
հիմնական ոնց որ առաջամարտիկ որ այդ օրենքի դեմ պայքարեցինք ու ըստեյության հաջողության հասանք, որտեղ կասեցվեց։ Հիմա այդ մի օրինակ է, բայց օրինակները շատ է, սկսած նրանց աշխատաժամերը, որ ուզում էին իջացնեին, այդտեղ էլ մենք էլի հիմնական պայքարողներից մեկն էինք, որ եւ նամակներ գրեցինք, եւ հիմնավորումներ արեցինք, եւ հանդիպեցինք տարբեր նախարարների հետ, եւ այլն, ու դենց այդ օրենքն էլ կասեցվեց, եւ հանրային նաեւ քննարկումներ կազմակերպեցինք, այսինքն տարով մեջ լինում է սենց ցավոք սրտի հիմնականում մենք ռեակտիվ ենք։ Այսինքն մի հատ փորձանք գալիս է գլխներից, սկսում ենք այդ փորձանքի դեմ պայքարել։ Հա, ցավոք սրտի այդպես է, չեն թողում պարապ մնանք։ Եթե մի քիչ պարապ մնանք, մենք նախաձեռնող կլինենք։ Բիզնես առաջ կտանք։ Հա, պրոակտիվ կլինենք նաև, էլի, բայց ազատ ժամանակ չի լինում պրոակտիվ լինելու, էլի, հիմնականում ինչ-որ մի փորձանք մտածում են ժամանակը գցում են գլխներից, հա, ու սկսում են դրանով կենտրոնանալ։ Իսկ երբ հանդիպում եք պետական կառույցների հետ, չեք ասում ժողովուրդ ջան, եկեք միշտ այդ օրենքը մշակելը մի հատ, չգիտեմ, քննարկում արեք բիզնես ակումբների հետ, գործարարների հետ, մենք կարող ենք պատրաստ ենք ձեզ, պետք չի դուք ինչ-որ վարչարություն անեք, երկար մտավորական աշխատանք անեք, այդքան մարդկանց հավաքեք, տվյալներ, մենք ձեզ այդ ամբողջ տվյալները կտանք, եկեք հանդիպումներ կազմակերպենք, եկեք քննարկեք, հետո նոր ձեր հետևություններն արեք, այլ ոչ թե հակառակը։ Այդ առաջարկներին ինչ են ասում։ Վստահաբար ասում եք, բայց հա, միշտ ասում եք, հա, ճիշտ է, շատ լավ բան եք ասում, հա։ Շատ լավ, համաձայն, անպայման։ Հեսա ձեզ ներառենք հանրային խորհրդում այդ քննարկումները կազմակերպենք, ու չեն ներառում։ Ենթադրենք, ու չեն հրավիրում հանդիպումներին, կամ հրավիրում են հանդիպումներ չեն անում։ Եվ այդ մի տեսակ բան է դարձել, նորմ է դարձել, որ պետական պաշտոնյան կարա համապատասխանատու լինի։ Կարա ասի չանի։ Շատ վատ է, բայց նորմ է դարձել, էլի, այսինքն համարի բոլոր պետական պաշտոնյաները շատ քիչն է, որ ինչ-որ բան ասում են ու հետևողական են իրենց ասածների նկատմամբ։ Հասկանում եմ, կարող է իրենց կոմունիկացիան շատ մարդկանց հետ է լինում, շատ մարդկանց շատ բան են խոստանում, հետևաբար չեն հիշում, բայց այդ դեպքում չպետք է խոստանալ։ Այդ կարևոր բան է, հետո ասենք շատ մարդը եւ ամենամեծ բիզնես համայնքը տարբեր հասկացություններ են, այսինքն ամենամեծ բիզնես համայնքին էլ ինչ-որ բաներ խոստանում ես ու չես անում։ Դենց, այսինքն անձնական շփումների ժամանակ հիմնականում շատ դրական է լինում, բայց գործնականում նորմալ լավ մարդիկ են, հա, դենց կուլտուրական շնորհքով մարդիկ են, պետից սկսած, ասենք, պետի նախագահ, փոխնախագահ բոլորը նորմալ մարդիկ են շփման ժամանակ, բայց երբ որ գործ անցնում փոքրիկ դիկտատորներ են արտանում իրենց մեջ եւ սկսում են դիկտատորական բռնատիրություն իրականացնել։ Երբ խոսում են պետության անունից, արդեն մի քիչ այդ process-ը այլ ձևով է ընթանում։ Հա, երևի էլի, որովհետեւ շփումը ուրիշ է, բայց գործնական տեսնում եք, որ ուրիշ է, էլի, այսինքն խոսքի ժամանակ ուրիշ բան են ասում, բայց գործնական տեսնում եք, որ ուրիշ են անում։ Հետո մի կարևոր բան կա կներեք, ասեմ, պետք վակուումի մեջ է։ Պետի նախորդ նախագահը, այս նախագահն էլ չեն հանդիպում բիզնեսների հետ, կամ շատ քիչ են հանդիպում, հետեւաբար ապրում են վակուումի մեջ։ Վախենում են առնչվեն իրականությանը, այսինքն նաև կոշտ հարցերին պատասխանեն։ Գիտեմ, որ կոշտ հարցեր լինելու են հաստատակամ, քանի որ եթե դու կոշտ ես աշխատում, քո նկատմամբ պետք է կոշտ լինի վերաբերմունքը, չէ՞։ Եթե դու գնում ես մարդուն կնոջը մորը ձերբակալում ես, կամ վախեցնում ես, ահաբեկում ես մորը, բարձրաբար կոշտ հարցադրումներ պետք է անեն, չէ՞, մարդիկ ես։ Ու վախենում են, ու չեն սկսում են շփվել բիզնեսի հետ։ Այդ շատ վատ է, նախորդի համար էլ էր վատ, հիմա էլ էր վատ։ Իրենց մոտ արդեն ում են շփվում իրենք։ Ժամանակի ընթացքում շփվում են մենակ իրենց տեսուչների հետ, իրենց աշխարհն են ձևավորում, իրենց աշխարհում ապրում են, հետո բարձրանում չէ, իրենց չի գործում իրենց աշխարհի կանոններ, որտեղ իրենց սուբյեկտիվ իրականություն են ձևավորել իրենց շուրջը։ Այդ քրեական պատասխանատվության կտորի վերաբերյալ ես միշտ այսպեսի հարցեր բարձրացնում, լավ ժողովուրդ ջան, նստացրեցիք այդ գործարարին, դիցու կալանքի տարակ եւ այլն, ինքը պետքա փող աշխատի, որ բյուջեին վճարի պարտքերը ենթադրյալ, հա, դեռ չապացուցված։ Եթե դուք այդ վարչարություն իրականացնում եք, ինչ մեսիջ եք, ինչ եք տալիս այդ գործարարին, որ ինքը ինչ անի դրա հետ։ Հա, մենք ասեմ ակումբում հիմա գործարարների հիմնական մտահոգությունը այնա, թե իրենք բանտում չհայտնվեն։ Հիմնական է, մարդը չի մտածում բիզնես զարգացում։ Մտածում ոնց անեմ, որ բանտում չհայտնվեմ։ Ու դիտի որ ինքը ցանկացած պահի կարա հայտնվի բանտում։ Ինչի որտեվ ենթադրենք 5 տարի առաջ եղել է խաղի ուրիշ կանոններ, ինքը գործել է ուրիշ կանոնների հիման վրա։ Չգիտեմ, 10 տարի առաջ եղել է խաղի ուրիշ կանոններ, ինքը գործել է ուրիշ կանոնների հիման վրա։ Հիմա որ գան փորփրեն, հաստատ մի բան կգտնեն։ Հետո չես կարող ասես, որ Ժորժ ջան 5 տարի առաջ սենց էր ձևը։ Դուք էլ դեք որ սենց էր ձև, ես էլ դենց եմ աշխատել, ստե ձևի։ Ասեն վերջ չէ, բայց կապ չունի, գտան 5 տարի, 4 տարի առաջ կամ չգիտեմ ինչ, վերջ, ես դրա իրեն բանտ են տանում, հետեւաբար ու նաև հաշվի առնելով թե ինչքան բիզնեսների են քրեական գործ բացում ենթադրությունների հիման վրա կամ այդ սխալ նախնական հարկային հաշվարկների հիման վրա, դրա հետ կապված հիմա գործարարների հիմնական անհանգստությունը, որ իրենք բանտում չհայտնվեն։
Վարամ ջան, այ տեսեք, մենք ունենք քաղաքապետարանի թեժգից, բեկի թեժգից եւ այլ տարբեր թեժգծեր, իհարկե դրանք 90%, 90-ը քիչ եմ, 99% դեպքերում չեն աշխատում, բայց ինչևէ, եթե օրինակ մեզ պետությունը լսի եւ գործարարների համար հատուկ այդպիսի թեժգից մշակի, այդ թեժգից կոչվածը կամ այդ անձով, որ պետք է լսի գործարարին եւ գործարի խնդիրը եւ արագ արձագանքի, ինչպես օրինակ վերցնենք մարդու իրավունքների պաշտպանի այսպես ինստիտուտը, հա, գոյություն ունի։ Այ ինչպիսի թեժգից ձեր կարծիքով պետք է աշխատի, որը որ պետք է պաշտպանի գործարին կամ առաջին ազդակը, այսինքն գործարը այդ թեժգծով տա, որը որ պետք է ոչ միայն ինֆորմացիան վերցնի, այլ նաեւ ինֆորմացիան տեղ հասցնի։ Մտածել եք օրինակ դրա մասին, ինչ մարդ կամ թեժգից է մեզ պետք մեր գործարարը։ Երբ թե օմբուդսմենն է, բիզնես օմբուդսմենի հարցն է, որը ելի մենք շատ բազմաթիվ երևի ակումբի հիմնադրման հենց մեր առաջի հանդիպումը եղավ բանի հետ, ելի Բաբկեն Թունյանի հետ ոնց որ։ Հա, մեր առաջի գործնական հանդիպումը 19 թվականի սկզբներին Բաբկեն Թունյանի հետ էր, այսօր նման հիշում եմ այդ նույնիսկ նկարներ կան այդ հանդիպումից մինչև հիմա, ու մեր հարցերից մեկը բիզնես օմբուդսմենն էր։ Այդ հարցը մենք շատ ենք բարձրացրել, մինչև այլ բարձրացնում ենք։ Դե հիմնականում այն ժամանակ ընդդիմանում էր օմբուդսմենը, այդ կառույցի ձևավորումը, որտեղ ասում եմ, ես նաև բիզնեսի օմբուդսմեն եմ։ Դե նաև որն է։ Դու բիզնեսը առանձին ուղղություն, առանձին մասնագիտություն, առանձին չես կարող նաև լինես, էլի։ Բայց ինձ կարան դիմեն եւ այլն, այնպես շուտ հարցերով ընդդիմանում էր, այսինքն ստեղ օմբուդսմենի, բիզնես օմբուդսմենի հարցն է, որտեվ պետքա բան լինի, էլի, միակողմանի եւ չհիմնավորված ճշմարիտ արագ արձագանքող խումբ, այսպես արագ արձագանքող մարդ լինի բիզնեսի խնդիրներին, չէ՞։ Հետո բայց բանն է, էլի, պետքի ինքնավստահությունը շատ բարձր է։ Քանի որ իր հիմնական խնդիրը դրել են փող ստանալը։ Հավաքագրել։ Չէ, ստանալ։ Հենց այդ բառն եմ ուզում ձևակերպեմ, էլի, ստանալ, հա։ Իրենք դրա համար ստանում են ու դրա համար ունեն հովանավորություն պետության կողմից, որպես երկրի հիմնական փող ստացողները, ռեկետ անողները կամ ասենց ասեմ, որտեղ հաճախ ռեկետ է, բարձ ըստով ռեկետ, պետական ռեկետ է։ Գալի ասում են դու 1 միլիարդ պարտք ունես, բեր դու կամ նստում ես։ Ես չունեմ 1 միլիարդ բար։ Okay, դե գնացինք նստելու։ Հետո կապացուցես, որ 1 միլիարդ չէ, 100 միլիոն է ընդհանրեն կամ չի 10 միլիոն է, բան կանենք, բասկտոյի, ինչ է կոչվում, դա կոչվում է ռեկետ, ուրիշ բան չի կոչվում։ Ռեկետ օրենքի միջոցով։ Հա, դրա համար հիմա բան է, ինքը ռեկետի հիմնական կառույցն է ՊԿ, պետական ռեկետի, դրա համար նաև իրենք հովանավորություն ունեն պետական։ Ու նաև ըստ դրա ինքնավստահություն, դրա համար տեսուչները կարան անգրադիետ լինեն, հիմնականում այդպես է, կարան սխալ նախնական հարկահաշվը, բայց կապ չունի։ Իրենք բարեհաջող ռեկետ են անում, դրա համար իրենք ապրեն, իրենց միշտ խրախուսելու են դրա համար։ Դա նաև այդ գլոբալ պետության մոտեցումն է, որը որ շատ վատ է։ Իսկ ոնց պետք է լիներ իրականում պետք է լիներ այնց, որ պետությունը պետք է նայի, պետությունը պետք է խնդիր դնի, հարգելի ՊԿ եւ հարգելի ընդհանուր էկոնոմիկայի նախարարություն, դուք նույն բանն եք անում, դուք զարգացնում եք երկրի տնտեսությունը, դու այդ տեսանկյունից նայի, հասկանու՞մ եք, ՊԿ այդ տեսանկյունից չի նայում, ՊԿ թքացուն է, բիզնես կփակվի, 100 աշխատատեղ կփակվեն, թե ինքը ստանա կարևորը իր փողերը, իր ռեկետն անի, հավաքի գնա, հասկանու՞մ եք, ոնց որ բաներ ասեք, Օսմանյան կայսերության հարկահավաքները, չէ՞, իրենք որ հարկահավաքում են, չէ, դա մեր գյուղացիները սոված կմեռնեն, թե չէ, նույն պրինցիպով մեր ՊԿ-ն է գործում։ Օսմանցիների սկզբունքով են գործում ու կամ չգիտեմ այլ արաբների, արաբ հարկահավաքների հիմա էլ այդ, բայց երբ որ մի հատ օրինակ բերեմ մեր ակումբից ընկերներից մեկը պատմեց, ինքը քանի որ հանրային է պատմել, ես էլ թույլ կտամ հանրային պատմել, Արևի հոթելն է բանը ասում է Եղեգիսում ասում է դա ծմերը վնասով է աշխատում ընկերությունը, բայց աշխատողներին որ չհանեմ, որ այդ մարդիկ աշխատավարձ վնաս վերցել եմ ին վրա, որ աշխատողներին չանեմ գործից, հիմա գյուղացիներն էլ թող աշխատեն բան, ինչ է ստեղ պատասխանություն երկրի նկատմամբ, մարդը չի ուզում որ գյուղացիները առանց բան, հա, մեկ էլ ՊԿ-ի տես չգալիս է, ինչ որ չգիտեմ ինչ ուտելիք է պատվիրում, ինչ որ բանի համար, դրում տուգանում են ինչ որ մեծ թիվ, դες չեմ հիշում, մի քանի 100,000 դրամ էր պատվիրում թե դες դնում տուգանում է, այս մարդը ոնց որ ասում է զանգեց, ասի Ժողովուրդ ջան, ինչ բան եղել, էլի, ինչ մտեք դրության մեջ, էլի, ասենք, դες ես հիմա մի հոգի չունեմ տուրիստի հյուրանոցում, այդ հյուրանոցում ես աշխատավարձեր տալիս եմ, որ մարդիկ չմնան առանց աշխատանք։ Հիմա դու էլ գալիս ես մի հատ տուգանում ես ինձ դրա համար, հա, շփոթվել եմ կներես, բայց նաև մտի իրավիճակի մեջ էլի, սխալ եմ արել կամ շփոթվել եմ կամ չգիտեմ, չեմ հիշում իրական պատճառը ինչ էր տուգանքի։ Հիմա չէ, կապ չունի, տուգանք բանաս, ես էլ դրեցի հյուրանոց փակեցի։
6 ամիս պատեցի այդ մարդիկ գնացին առանց աշխատանք նստեցին, գարունը մայիսին նոր բացեցի հյուրանոցը։ Այ այդպիսի վարկը շատ է պետի մոտ, որտեղ իրենք թքած ունեն տնտեսության վրա, պեկը թքած ունի տնտեսության վրա, պեկը կենտրոնացած մենակ ռակետի վրա, փող ստանալու վրա։ Դա հիմնական բանը ոնց որ հիմնական խնդիրը բախումը որ լինում է։ Ես չեմ ասում որ բիզնեսները բոլորը հրեշտակեն ու առողջ իրիկուն մտածում են տնտեսության մասին, դες ման չկա, բայց օրինակ դեպքեր կան ու հաճախ որ հենց այդպես է բիզնեսը մտածում է երկրի մասին, ոնց որ հյուրանոցի օրինակը ու Պեկը, եթե ինքն էլ մտածել երկրի մասին, sense հարցերին պետք է միջ այլ մոտեցում դրսևորեն, բայց պեկը չի այլ մոտեցում չի դրսևորում, հենց դա հիմնական խնդիրը։ Մենք վերջերս մի հաճախորդի տուգանել են այդ QR-ի համար, բայց ՀԴՄ կտրոնը պաշտոն տրամադրել էր փոքր ածեր, փոքր շատ չնչին շրջանառությամբ։ Եվ ներկայացել ենք բողոք, ասում ենք նվազ նշանակության իրավունք ունես, նվազ նշանակության այսպես խախտում դիտարկես, եւ քանի որ դու նաեւ քո օրենքը փոխել ես ինքնուրույն, այսինքն հասկացել ես, որ այդ QR-ի խախտում այդքան մեծ խախտում չի, անձահարկեր չի թաքցնում եւ այլն եւ այլն։ Պատասխանը ստացել ենք, որ ոչ խախտել ես եւ պարտավ պետք է այսինքն վճարես դուրանքը։ Մեր մի օրինակ կա, բանը մարդը արաբական էմիրություններից եկել է Սիրիայի, ներդրում էր Հայաստան մարզերում ռեստորանը բացել։ Ստեփանավանում QR-ի համար է սկզբում որ շատ են տուգան 300,000 դրամ էր թե ինչ էր, չէ։ Հա, QR-ի համար հենց 300,000 տուգան էլին։ Հենց նոր էլ QR-ը մցրել էի, ասում եմ խաբար չենք որ մցրել, մի շաբաթ անց է, ինչ բան է, Ստեփանավանում մարդը ներդրում արի արաբական էմիրություններից։ Դու ասեն գալիս ես Իրան 300,000 դրամ, ինչի համար, որտեվ իրանց թքած ունեն Իրան։ Այո։ Այդ մարդը հայրենասիրության ելներով ինքը կարա Երևանում բացել դա ռեստորանը։ Չէ, բայց ինքը ուզել է Ստեփանավանում որ ներդրում անի իր կողմից, էլի հա երկրի զարգացման վրա։ Բայց չէ, իրենք եկել են դրեն խիստ բան արեցին, էլ տուգանելին։ Դրանց օրինակներ բազմաթիվ որը ցույց տալիս որ պեկը թքած ունի երկրի վրա։ Պեկը հիմնականում հետաքրքրում է ռակետով։ Գուցե առանձին անհատներ կամ մարդիկ կան որ բանն անում էլի անհանգստանում են կամ համապատասխան վարք են դրսևորում, գուցե այդպիսի մարդիկ կան, չեմ հանդիպել, բայց հավատում եմ որ կլինի էլի, հա, բայց գլոբալ մոտեցումն է որ իրենք թքած ունեն երկրի վրա։ Ու ասեմ ով էլ որ գապեք նախագահ նույնն է դառնալու, որտեղ պետության պահանջն է դից։ Այսինքն պետության խնդիր չի տալիս որ դու երկրի մասն անհանգստացի։ Խնդիրը տալիս մենակ որ դու փող հավաքի։ Վերջ, եւ որ ըստ խնդրի բանկա, չէ, հա, ասենք մարդիկ կան որ ըստ մասնագիտության մարդկանց տեսակներ է ձևավորում, չէ։ Ինչու է ըստ մասնագիտության տեսակներ ձևավորում, որովհետեւ մասնագիտությունը նաեւ ենթադրում է որոշակի վարկ։ Այսինքն խնդիրները, կազմակերպության արժե համակարգը եւ այլն որոշակի վարկ են ձևավորում, վարկն որոշակի բնավորություն է ձևավորում։ Հիմա պետի նախագահ այս արժե համակարգով որ պետությունը իրենց ավելի բարձր եղած պետության ներկայացներ դնում են իրենց առաջ խնդիր, ինչ էլ դնեն, վաղը ով էլ կա պետի նախագահ ռակետոր դառնալու։ Ով ուզում է գա, ամենա ես էլ գնամ ռակետոր եմ դառնալու, որտեղ համար խնդիր են դնելու, փող ստացի, վերջ ուրիշ խնդիր չունի պեկը։ Չեն խնդիր դնում որ տնտեսություն զարգացա։ Դրա համար ես մտածում եմ, որ խնդիրն ավելի խորն է։ Մենք կարանք բոլոր պեկ նախագահներին կամ բոլոր պեկ բաներին դե քննարկենք եւ այլն, բայց բան չի փոխվելու, քանի պետությունը պեկի առաջ խնդիր չի դնում, քո խնդիրն է երկրի տնտեսությունը զարգացնել։ Ռազմավարական ծրագիր պետք է լինի առաջնային, համաձայն եմ։ Վարամ ջան, մի էսպիսի հարց, չնայած խոսեցինք բանցիկ, բայց ձեր գործարարներ, ձեր ակումբի գործարարն ավելի շատ քաղաքացիական վեճերով են առնչվում դատարանների հետ, թե քրեական վարույթներ շրջանակներում են ներկայանում, այդպիսի մոնիթորինգ ունեք կամ չեմ կարող դրանց վիճակագրություն պատկերացում չունեք պատկերացում։ Իսկ օրինակ այ աշխատանքային օրենսգիրքը ես որպես նաև գործատու եւ նաև որպես փաստաբան միշտ բողոքում եմ, ասում եմ որ մեր աշխատանքային օրենսդրությունը լրիվ սոցիալիստական աշխատանքային գործատուի շահերն է պաշտպանում, մինչդեռ գործատուն ինքը որպես բիզնեսի ներկայացուցիչ ինքը ներդրում է անում եւ որոշակի շահերն է պաշտպանում թե հակառակը։ Հակառակը շահերը չի պաշտպանում, շահերը չի պաշտպանում, կներեք, հա, եւ մինչդեռ հակառակը ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, որ աշխատանքային օրենսդրությունը պետք է որոշակի ճկունություն ունենա, որովհետեւ գործատուն ի վերջո այն մարդն է, որը որ իր բիզնեսը ուզում է զարգացնի, էլի չեմ ստորադասում աշխատողի շահերը, բայց միևնույն է մի քիչ մեզ մոտ եւ դատական պրակտիկան է շատ վատ զարգացած այդ առումով, որտեղ ունենք դատական վեճեր ընդհուպ միջև հարկադիր պարապորթի գումարը այնպիսի թվերով են դատական վճռով հաստատվում, որ այդ գործարարը ավելի գնաս ընկության, քան այդ հարկադիր պարապորթի գումարը վճարի, էլի չեմ բացառում գործարարի թերի վարչարարությունը, թերի կազմակերպչական խնդիրները, բայց միևնույն է այս խնդիրը ես օրինակ շատ եմ տեսնում եւ շատ եմ խոսում սրա մասին
Այ ձեզ մոտ նման խնդիր կա ձեր գործարարների մոտ իրենք խոսում են սրա մասին թե չէ աշխատանքային օրենսդրությունը վերջերս ձևափոխեցին մի քիչ ինչ-որ բաներ փոխեցին, բայց լավ չաշխատեցին վրա։ Տեսեք, գլոբալ այդ խնդիրը վաղուց կա, մենք էլ ենք վաղուց նկատել, որ եթե հանկարծ այդ հարցում օրենքը գործի, բոլոր բիզնեսները կփակվեն։ Բարեբախտաբար բան կա, չէ, ասում է, երբ կոռուպցիան լավ, երբ որ օրենսդրական դաշտը վատ է, որովհետև կոռուպցիան փրկում է այդ իրավիճակից էլի, հա։ Հիմա այս դեպքում կոռուպցիայի մասին խոսք չկա, բայց լավ այն տեսանկյունից որ օրենքը չի գործում, որովհետև եթե գործած բիզնեսները կփակվեն, շատ բիզնեսներ կփակվեն էլի, հա, այդ համաձայն եմ, որ շատ առանց մյուս կողմի հետ քննարկման եւ շատ սոցիալիստական աշխատանքային օրենսդրություն մշակած մեր մոտ, որը մենակ աշխատողների շահերն է հաշվի առնում ու աշխատողների շահերը հաշվի առնում այնպես ինչպես որ հաշվի կառնեն հարուստ սոցիալիստական երկրներում, օրինակ, ասենք Շվեդիայում։ Չէ, նայել են երևի Շվեդիայում սենց է, մեր մոտ էլ չեն նայ որ Շվեդիայի մի շնչին հասնող հնան, ասենք չգիտեմ 50 անգամ Հայաստանից բարձր է։ Չէ, իրենց բյուջեն էլ դրան համապատասխան, էլի։ Այսինքն դենց մոտարապես օրենսդրական դες շատ դետալային մանրամասները հիմա չեմ հիշում, բայց հա գլոբալ մտահոգություններ այդ հարցում շատ են, նորից եմ ասում բարեբախտաբար այդ թեմայով դենց օրենսդրական դաշտը դեռ չի գործում։ Նորմալ։ Շատ լավ, շնորհակալություն եւ մեր վերջին հարցերը, ես սիրում եմ մեր բլից հարցերը, մեր հյուրերին միշտ տալիս եմ։ Առաջին հարցը բիզնես ակումբը պետք է միավորի մարդկանց, թե մարդիկ պետք է միավորվեն բիզնես ակումբի շուրջ, ըստ ձեզ։ Բիզնես ակումբ պետք է միավորի, որտեղ բիզնես ակումբեն գաղափարը խոսությունը պետք է առաջարկի, որի շուրջ մարդիկ կգան եւ կմիավորվեն բիզնես ակումբում։ Այսինքն գաղափարախոսության առաջամարտիկ այդ դրոշակը բիզնես ակումբ պետք է խփի, հետո դրա իր շուրջ միավորվեն կամ չմիավորվեն։ Շատ լավ, հաջորդ հարցը ես օրինակ սիրում եմ առանձնացնել բիզնեսմենին եւ առևտրականին, եթե համաձայն եք այդ տարանջատման հետ, խնդրում եմ 3 տարբերություններ բիզնեսմենի եւ առևտրականի միջեւ ասել։ Տեսեք, այդ մի քիչ շատ բան է, հա, սուբյեկտիվ ձևակերպումը ու երբ մենակ այդ սովետական երկրներում կա այդ ձևակերպումը, մնաց տեղերը բոլոր տեղերը բիզնեսմեն են, եւ գալիս 90-ականների առևտրականության զարգացումից։ Բայց եթե գնանք այդ սկզբունքով առևտրականության հիմնական առանձնահատկությունն է, որ իրենք ավելի կարճ են մտածում, արկ ու վաճառք, եւ իրենք այդքան կենտրոնացած չեն մեծ արժեք ստեղծելու ուղղությամբ, բայց ես ասեմ, որ օրինակներ կա, որ առևտրականները ժամանակի ընթացքում ստեղծում են կարողություն, հետո դրա հիման վրա սկսում են արտադրություններ հիմնել ավելի մեծ արժեքային շղթան ավելի մեծացնել, որտեղ առևտրի արժեքային շղթան այդքան մեծ չի։ Շնորհակալություն, հաջորդը բիզնեսի համար կարևոր է ռազմավարությունը, ստրատեգիան, թե կարևոր է արագ որոշումներ կայացնելու ունակությունը բիզնեսմենի, բիզնես վարողի։ Ինձ թվում է երկուսն էլ, բիզնեսը պետք է ռազմավարություն ունենա, արագ որոշումներ կայացնել։ Շատ պատասխաններ, շնորհակալություն։ Հաջորդը այսպեսի մի հարց, ինչ գիրք եք հաճախ խորհուրդ տալիս ձեր ակումբակիցներին, որպեսզի կարդան։ Գաղափարախոսական տեսանկյունից բանը Ատլանտը բացես թևերը, չէ, Ատլանտը Ռասփարավիլ Պլեչի գաղափարախոսական, որտեղ այդ կարելի ասել բիզնեսի աստվածաշունչն է, Միացյալ Նահանգներում աստվածաշունչից հետո երկրորդ ամենաշատ կարդացած գիրքն է։ Դրանով էլ Միացյալ Նահանգները աշխարհի ամենազոր պետությունն է։ Գաղափարախոսական առումով այդ եմ երևի թե ավելի շատ խորհուրդ տալիս, մնացած արդեն ըստ ուղղություններին։ Դե մեկին ասենք, չգիտեմ, մարքեթինգա պետք կարող է այդ առաջարկել, մեկին այլ բան է պետք։ Իսկ օրինակ 15-16 տարեկան երիտասարդի ինչ խորհուրդ կտայիք կարդա։ Ինչ ուզում անի։ Իր ապագա թեկուզ ես կարծում եմ տեսեք բիզնես մտածելակերպ ինքը ցանկացած ոլորտում պետք է։ Այ երբ որ զարգանա իր մեջ այդ բիզնես մտածելակերպ, մասշտաբային մտածելակերպը։ Երևի Ատլանտին էլի խորհուրդ կտայի ու նաև կենսագրություններ հաջողված մարդկանց շատ են Բեզոսն է, Մասկն է, բանն է, ինչեր Ջոբսն է եւ այլն շատ են, նաեւ հայկական Քրկորյանն է, Մոնտաշյանսն է եւ այլն։ Այդ կենսագրությունները խորտ կտայի։ Եվ վերջին հարցը սրճարանում որ բիզնեսմենի հետ ճանաչված, միջազգային ճանաչում ունեցող որ բիզնեսմենի հետ կցանկանայիք շրջել եւ ինչ հարցի շուրջ կխոսեիք։ Մի քիչ բան հարցա։ Տեսեք, որտեղ ում հետ ցանկացել եմ սրճել եմ։
հա ինչ որ ժամանակ կարող ինչ որ ժամանակ պահանջել դրա համար, չգիտեմ, մի ամիս, երկու ամիս։ Ասեմ, որ ինձ օրինակ ավելի հետաքրքիր է գտնել ոչ հայտնի հայ գործարարներին, բայց տաղանդավոր ուժեղ։ Շատ են հավատացեք, մենք որ այսբերդի վերևը ճանաչում ենք, չգիտեմ, այդ հայտնիներին, չէ՞, Նուբար Աֆեյան, Սամվել Կարապետյան եւ այլն, հավատացեք այսբերդի տակն էլ շատերը կան։ Նմանատիպ կարողությամբ, մի քիչ ավելի կարողությամբ, մի քիչ պակաս կարողությամբ եւ այլն, բայց շատ կան, օրինակ ինձ հետաքրքիր է գտնել այդպես մարդկանց։ Մեր ակումբում օրինակ կան մի քանի գործարարներ, ովքեր որ ում կարողությունը $1 միլիարդից ավել է։ Հիմնականում արտասահմանում են բանով Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ այլն, իրենց կարողությունը $1 միլիարդից ավել է։ Իրենց համեմատ չի ճանաչում, շատ քիչ մարդ են ճանաչում։ Օրինակ ինձ ավելի հաճելի է հայտնաբերել դրանց մարդկանց։ Հիմա օրինակ Նյու Յորքի մասնաճյուղն են գնում բացելու նոյեմբերի 22-ին։ Այնտեղ էլ այդպիսի հետաքրքիր մարդ են լինելու, այդ է հետաքրքիր։ Ներկա այտենց հայ հայտնի գործարարներից երևի թե մենակ Նուբար Աֆեյանն է, որը որ բանը կուզեի հանդիպեի հետը, դեռ չեմ զբաղվել այդ թեմայով, որ հանդիպեմ հետը։ Նուբար Աֆեյանի եղբորը բավական մտերիմ ենք, քանի անգամ հանդիպել ենք իր հետ մեր գրասենյակի հետ, իր հետ աշխատում ենք Կանադայում մասնաճյուղը բացենք, Լևոնի Աֆեյան, այսինքն դες խնդիր չեմ դրել, որ հանդիպեմ Նուբար Աֆեյանի հետ, բայց օրինակ ինձ հաստատ հետաքրքիր կլիներ իր հետ հանդիպել, հանդիպեմ անպայման։ Շատ լավ, շնորհակալություն Վարամ ջան, մեզ հետ էր Վարամը Միրաքյան, Մանթաշյաց ակումբի նախագահը, գաղափարակիցը եւ գաղափարը կրողը, հիմնադիրը, ձեզ հետ էր Մանուշ Եսայանը, խոսեցինք օրենքից, օրենսդրական խնդիրներից, կհանդիպենք հաջորդ եթերներում։